Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բրավո, քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք ես խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինձ թվում է հերիք է հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանի Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի այդ թվում ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Հիմա Լրություն։ Ես իսկապես ուզում եմ մեկ-մեկ դուք ձեզ կողքից նայեք ու պատկերացնեք ուր եք հասել, պատկերացնեք ինչքան եք նմանվել բոլոր են իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրանց տերապետության տակ ունենալու են ուժայիններին, ու իրենց թույլ էին տալիս շատ ավելի պակաս, քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան։ Ես չգիտեմ դուք երբ կհասկանաք, որ այստեղ եք հասել ուղղակի, բայց երևի իշխանությունը կտրում է գետնից իսկապես, ամբողջական իշխանությունն էլ երևի ամբողջապես է կտրում։ Հիմա հասկանում եք, մենք հասել ենք այնտեղ քաղաքացիական պայմանագիրը, սիրելի հայրենակիցներ, այստեղից ուզում եմ վարի հնազանդեցման քաղաքականություն։ Այսինքն իրենց համար խնդիր չի, որ Իլհամ Ալիևը պահանջում է սահմանադրություն, ու իրենք գնում են այդ սահմանադրությունը իրագործելու ճանապարհով։ Իրենց համար խնդիր է, որ ընդդիմությունը խոսում է դրա մասին։ Անելու մեջ խնդիր չեն տեսնում։ Իրենք տեսնում են խնդիր դա բարձրաձայնելու մեջ։ Ես վատ նորություններ ունեմ քաղաքացիական պայմանագրի համար, մենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չենք։ Դուք կարող եք, մենք չենք, մենք նրա համար չենք ձայն ստացել, որ լսենք իր հայտարարությունները, սպառնալիքները, մանավանդ այն պարագայում, երբ 8 տարի ինչ ասել է իրականացրել է, ու գանք այստեղից մտածենք դա ոնց փաթեթավորենք, որ մեր ժողովուրդը չհասկանա ինչի մասին է խոսքը։ Ավելին սիրելի քաղաքացիներ, այս դահլիճում մեզ ինչ ասես կարող են անվանել ճշմարտությունը ասելու համար, բայց ճշմարտությունը ասելը ոչ թե ընդդիմության իրավունքն է, այլ պարտականությունն է, որովհետև եթե մենք հիմա չգանք ձեզ ճշմարտությունը ասենք, դուք մի քանի տարի հետո, որոշ ժամանակ հետո գալու եք ասեք մենք կարող է չենք կարդում, մենք այդ իրավունքը ունեինք, զբաղված էինք սոցիալական խնդիրներով, բա դուք ինչ եք անում, ինչի մեջ չէիք զգուշացնում ես ամեն ինչի մասին, դրա համար դա մեր պարտականությունն է, ու ես ուղղակի ուզում եմ մի օրինակով էլի ցույց տալ, որ նոր սահմանադրություն ունենալ Հայաստանում բացառապես Ալիևյան պահանջ է եւ դա Ալիևի սահմանադրությունն է։ Այստեղից սիրելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագրի անդամները ասում են դա միշտ մեր օրակարգն է եղել։ Սուտ է, իրենց օրակարգը երբեք իրենք չեն խոսել նոր սահմանադրության մասին, մշտապես խոսել են սահմանադրության ընդհատեք ինձ, խոսել են սահմանադրության բարեփոխումների մասին եւ դրա մասին խոսել են բոլոր իշխանությունները։ Հիմա նայեք, խնդրում եմ այս նկարը։ Իլհամ Ալիև 2021 թվական Հայաստանը պետք է մշակի եւ ընդունի նոր սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյան 2024 թվական Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրության։ Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ քաղաքացիական պայմանագիրը խոսել է ոչ թե սահմանադրության փոփոխությունների, այլ նոր սահմանադրության մասին Իլհամ Ալիևի պահանջից առաջ։ Հիմա ամբողջ հարցը այն է, որ այն հանրաքվեն, որը դուք մեզ համար ուզում եք նախանշել, նախ չեք ստացել դրա համար մանդատ իրագործելու, ինչ էլ անեք, դա ապօրինի լեգիտիմ է լինելու, բայց ես ուզում եմ էլի առանց այդ հնազանդեցման
բանին համաձայն լինելու մեր քաղաքացիներին ուղիղ ասել դա ինչ է նշանակում։ Սիրելի քաղաքացիներ, մեր սահմանադրությունը հնարավորություն չի տվել որևէ եղանակով փոխել սահմանադրությունը այնպես, որ այդտեղ նախաբանը չլինի։ Մեր սահմանադրությունում կան մի քանի կետեր, որոնք անփոփոխարինելի են ու որևէ հանրաքվե դա չի կարող փոփոխել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չհասկանալով այս Ալիևի պահանջի հետ ինչ անել, անգամ այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը իր իսկ սարքած ասում է, որ խոչընդոտ չի հանդիսանում, տարածքային պահանջ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ, մեկ է Ալիևը այս պահանջը պահանջում է նախաստորագրած փաստաթուղթը ստորագրելու համար, ու Նիկոլ Փաշինյանը ձևը գտել է հետևյալը. միակ ձևը նոր սահմանադրություն ունենալու, որտեղ անկախության հռչակագրին, այսինքն մեր պետության ծննդյան վկայականին հողում չի լինի, դա կազմալուծելն է երրորդ հանրապետությունը, կազմաքանդելը երրորդ հանրապետությունը, որովհետև այլ իրավական տարբերակ դրա չկա, ստեղծել նոր ինչ-որ բան Ալիևի սահմանադրությունը հիմքում դնելու։ Հիմա ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք այս ամեն ինչը, սիրելի քաղաքացիներ, ձեզ ուղղակի հանրաքվե չեն առաջարկում, ձեզ ինչ-որ փոփոխություն կամ չեն, ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, որի համար երևի Հայաստանում ամեն ընտանիք արյուն է թափել, ու այդ ամենը մենակ նրա համար, որ Ալիևի հագով սահմանադրություն կարվի, Ալիևի հագով։ Նիկոլ Փաշինյանը նախորդ բոլոր իշխանություններին մեղադրում էր իրենց հագով սահմանադրություն կարելու համար, ինքը ստանձնել է Ալիևի հագով սահմանադրություն կարելու պահանջը, բայց ձեզ ուզում է դարձնել իր հանցակիցը։ Այդ հանրաքվեն լավ ելք ունենալ չի կարող։ Որևէ լավ ելք, անգամ եթե չընդունվի, դա վատ է մեզ համար։ Այսինքն մեր տարբերակը այդ հանրաքվեին Ալիևյան սահմանադրության չհասնելն է։ Այստեղա անկյունակարային ու այս խորհրդանին նաև, այո, անկյունակարային, գաղափարական բախումը ու պայքարը լինելու։ Դուք այդ ձայնը չեք տվել իշխող ուժին, ես չգիտեմ իրենք ինչ կմոգոնեն, բայց դուք այստեղ ունեք դաշնակից ընդդիմությանը ու մեր առաքելությունն է, այո, դա թույլ չտալը։ Ես այստեղ անգամ չեմ ուզում անդրադառնալ այդ որ կոնֆլիկտածին են ասում եւ այլն ասում, կոնֆլիկտածինն էլ է իրենց քաղաքականությունը, իրենք են ընդհանրապես, դա չի խնդիրը։ Խնդիրը հարցի էությունն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ունենում է Ալիևի պահանջած սահմանադրությունը, լինում է այն պետությունը, որը պատկերացնում է Ալիևը, Հայաստանի Հանրապետությունը կորցնում է իր իմաստը, կորցնում է այն, ինչի համար հայերը ընտրում են Հայաստանի Հանրապետությունում ապրելը։ Ես ուզում եմ հասկանանք, թե ինչ ռումբ է դրվում մեր պետականության տակ։ Ես իսկապես այս քննարկումը ուզում էի նաև օգտագործել մի ընդհատակ տեղից։ Ուզում էի օգտագործել ցույց տալու համար ձեզ տարբերությունները։ Մենք խորհրդարանական քննարկումներին հետևում եք ու տարբերություններ ու տեսնում եք ինչ քննարկումներ են լինում։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այն պարագայում, եթե օրինակ մենք լինեինք այստեղ մեծամասնություն, այս քննարկումներից հետո երբ որ կավարտվեր, իսկապես Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը իշխանության ամբողջական կենտրոնացումն է մեկ մարդու ձեռքում, որը ստեղծում է այսենց իրականություն։ Այսենց իրականություն, երբ որ Հայաստանում падգամավորը մի մարդու անուն է տալիս, որը չկա Հայաստանի Հանրապետությունում, գոյություն չունի անձնագրով այդպիսի մարդ ու հրճվում են, երբ որ կաթողիկոսին կաթողիկոս են ասում։ Այսինքն ընդվզում են, երբ որ կաթողիկոսին կաթողիկոս են ասում։ Լավ է, Փաշիզադեն Արտուր Հովհաննիսյանը մնաց պայքարողներից, լավ է, Փաշիզադեն այդ օրակարգը բերեց, թե չէ, դուք քաղաքական օրակարգ էլ չէիք ունենալու, հասկանում եք։ Փաշիզադեն ու Ալիևը ձեզ տվել են քաղաքական օրակարգ, ուրիշ առաջարկ ունեք մեր ժողովրդին, ուրիշ առաջարկ ունեք, ինձ հերիքա ընդհատեք, զսպեք ձեզ, մի քիչ զսպված եղեք։ Պարոն Եղոյան, իրոք զսպեք ձեզ, զսպեք ձեզ, պարոն Եղոյան։ Քանի անգամ ինձ ընդհատեցին, կվերականգնեք ժամանակը։ Ամոթը։ Պարոն Եղոյան, ես ձեզ նախազգուշացում եմ հայտարարում։ Նախ մի գոռացեք, երկրորդը ամոթը պարոն Եղոյան, Փաշիզադեի ու Ալիևի պահանջներ իրականացնելն է։ Դրանց մասին զգուշացնելը չի, ամենամեծ ամոթը դա է։ Ես իսկապես այս ամբիոնից ուզում էի խոսել, թե ինչ անհրաժեշտություն կա փոփոխություններ իրականացնելու մեր երկրում ու առաջինը դա այո, ամբողջական իշխանության զսպումն է, ամբողջական, որովհետև ցանկացած բարձվում է ուժի ձեռքում, ամբողջական իշխանությունը, այսինքն այլանդակ պատկերաբերում մեր
քաղաքացիների համար, բայց երևի դա կմնա հաջորդ ելույթներին, դե ինչ ասեմ, դմդմփու արեք Կաթողիկոսի անունը լսելուց, դա է մակարդակը։